Գյուրջան Կասկադ 60 ամիս փուլային վճարում բազմաթիվ առավելություններ։ Քանի անգամ եմ խոսացել, բայց նորից կշարունակեմ։ Միջև այս ղեկավարությունը չգլխատվի, միջև Նիկոլը իր խմբով, իր բանդայով, իր ոհմակով չվերանա, ոչ Հայաստանա փրկվելու, ոչ առավել ևս Արցախ։ Նախ արցախցիները պիտի պայքարեն անպայման իրենց հողի համար։ Արցախը Նիկոլի հոր տունը չէր, որ վաճառեց, փողով վաճառեց իր աղբերներին, երկրորդը, նույնը սպառվում է Հայաստանին, ես միջև հիմա ինչ ասել եմ կատարվել է, չգիտեմ ինչ ճանաչում եք, չեք ճանաչում, ես Արցախի հերոս Դավիթ Հարոշանյանի մայրն եմ, միջև հիմա ինչ ասել եմ կատարվել է։ Սյունիքը հանձնում է Մեղրին, հանձնում է Շամշադինը, հանձնում է Երևանը մենք ապրելու մենակ, Երևանն էլ չի մերը։ Միջև ժողովուրդը դուրս չեկավ, թե մեզ գլխաքանակապետ, թեկուզ դատար գլխով մեզ գլխաքանակապետ, պիտի պայքարենք, հերոսածին ծնողներ, զոհվածներ, անհետ կորածներ, Հայաստանը փրկության կարիք ունի, ժողովուրդ Հայաստանը փրկության կարիք ունի, պիտի տապալվի ներսի իշխանությունը, ներսի թուրքը միջև չտապալվի, դրսի թուրքին չենք կարողանալու տապալենք, պիտի տապալենք նոր իշխանություն, հալալ կաթնակեր, մարդ խելքը գլխին։ Ինչ-որ մեկին որպես նոր իշխանություն։ Ճիշտն ասած չեմ տեսնում։ Եթե կայեն, ես չեմ տեսնում ճիշտն ասած, թող ինձ ներեն, եթե լիներ այստեղ կլիներ։ Չկա, ես չեմ տեսնում ներկա։ Իրար գզրտում են, ազգային ժողովը են ինչա։ Ես ամաչում եմ, որ ես ազգային ժողովը, իմ ազգային ժողովն է։ Ես ամաչում եմ, որ իմ ղեկավարը Նիկոլն է։ Ես ամաչում եմ, որ իմ ղեկավարությունը գնում է ասում Հայաստանը, Արցախը Ադրբեջանը, ամբիոնում, Չեխիայի ամբիոնում։ Ես ռուսից նեղանում են։ Ռուսը ինչ անի, որ քո ղեկավարը գնում է Չեխիայում ասում է Ադրբեջան է։ Քո պապն է ստեղծել այդ տականք, այդ կեղտ։ Մեր ղեկավարը հոգեկան շեղումներ ունի։ Պիտի այդ հոգեկան շեղում ունեցող մարդկանց իրա ոհմակով, իրա բանդայով վերացնենք, ժողովուրդը դուրս գա հրապարակ, սա իմ կարծիքն է, կարող է ուրիշները ուրիշ կարծիք ունենան, ժողովուրդը դուրս գա հրապարակ, ընտրյալ, մերը պիտի լինի շատ խելացի և ընտրյալ, որ կարողանա ժողովրդի խելքի բերի, ժողովուրդը իրար ուտում են, բանակը քանդել է, մեր ղեկավարությանը վերացրում է, բոլոր բանտարկյալները նստած են, իմ ընկերները, որդեքորուս ծնողները բանտերում նստած են, սրբազանները բանտում նստած են, ինչ տարբերություն սրբազանի, որ հայկական բանտում է նստած, կամ էլ Ռուբեն Վարդանյանը, որ Բաքվի բանտում է նստած, ես տարբերություն չեմ տեսնում, նույն թուրքն է դատում մեզ, նույն թուրքը Հայաստանը հանձնելու է, մի քանի տարուց հետո Հայաստան չի լինելու, խնդրում եմ, սիրելի հայրենակիցներ, շատ եմ խնդրում, դուրս եկեք փողոցը տականքներին վերացնենք, Նիկոլ նովա, ախր խելքը գլխին գոնե մարդ լինի, որ մենք ասենք գոնե ղեկավար ունենանք, Նիկոլ, հիշի բոլոր Ներոնից բռնցրած Ստալինով դուրս եկավ, դուք վերանալու եք, սատկելու եք, ձեզ վերջը տեսնեք։
Ես հերոսի մայրն եմ, հույսս դրել եմ արդեն Աստծո վրա։ Հաջողություն հայ ժողովրդին, ազատություն մեր քաղբանտարկյալներին։